Առաջին անվանական աստղը ինժեներական քաղաքում բիզնես աքսելերատորի նորաբաց լեգենդների парքի արահետում կփայլի նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի 2025 թվականի դափնեկիր Analog Devices-ի գործադիր տնօրեն եւ խորհրդի նախագահ Վինսենտ Ռոշին նվիրված աստղը։ Գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաներ մրցանակը հիմնադրվել է 16 տարի առաջ։ Այն եզակի է իր բովանդակությամբ եւ նշանակալի մեր երկրի ճանաչելիության բարձրացման առումով։ Այս ոլորտում կան բազմաթիվ խոշոր խաղացողներ, բայց շատ քչերն են բացառիկ ներդրում ունեցել մարդկային կյանքի ընթացքը փոխելու գործում։ Այս մրցանակի նպատակն այդ մարդկանց մեծարելն է։ Շրջայցի ընթացքում Վինսենտ Ռոշը ծանոթանում է ինժեներական քաղաքի ենթակառուցվածքներին, տեխնոլոգիական ռեզիդենտ ընկերությունների նախագծերին եւ նորարարական լուծումներին, նորաբաց բարձր տեխնոլոգիական աքսելերատորում իրականացվող ծրագրերին։ Ինժեներական քաղաքը պետություն մասնավոր հատված գործակցության հաջողված օրինակ է։ Մեր ցանկությունն է մշակել մի մոդել, որը ավիատիեզերական, ավտոմոբիլային, կիսահաղորդիչների կիբերանվտանգության եւ այլ ոլորտներում երկիրը կդարձնի առաջատար, ոչ միայն տարածաշրջանում, նաեւ ամբողջ աշխարհում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ներկայացնում է կառավարության ռազմավարական ծրագրերը ուղղված բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, անդրադառնում տեխնոլոգիական էկոհամակարգին, մասնագիտական ներուժին։ Սա մի վայր է, որտեղ մենք կարող ենք ցույց տալ, թե ինչպես ենք տեսնում տեխնոլոգիական ոլորտի ապագան Հայաստանում, ինչպես ենք երազում, ինչ ձև ունի մեր երազանքը։ Վինսենտ Ռոշի ղեկավարած ընկերության կապիտալիզացիան 118 միլիարդ դոլար է գնահատվում։ Այն զգալի ազդեցություն է ունեցել կիսահաղորդչային տեխնոլոգիաների զարգացման, մասնավորապես սենսորների, ազդանշանների եւ ինտելեկտուալ համակարգերի մշակման ոլորտներում։ Անչափ տպավորված եմ հայ մասնագետների ոգով եւ վճռականությամբ։ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները, որպիսի նրանք զարգացնեն իրենց հմտությունները գիտության, մասնավորապես մաթեմատիկայի, կիրառական ֆիզիկայի, ավիացիոն տեխնիկայի ոլորտներում եւ լուծումներ գտնեն իրապես շատ բարդ ֆիզիկական խնդիրներին։ Վինսենտ Ռոշի խոսքով Հայաստանը տեխնոլորտում շատ ավելի ուժեղ դիրքերում է, քան Իռլանդիան, քանի որ ունի տեխնոլոգիայի եւ գիտության պատմություն։ Այս պահին գտնվում ենք տեխնոլոգիական նոր դարաշրջանի շեմին, եւ դա հնարավոր է դառնում արհեստական բանականության շնորհիվ։ Այն կթափանցի ֆիզիկայի, կենսաբանության եւ քիմիայի ոլորտներ։ Կարծում եմ դուք մեծ հնարավորություններ ունեք այս առումով։ Ինժեներական քաղաքի լեգենդների парքի արահետում Վինսենտ Ռոշը տնկում է նաեւ անվանական եղևնի։ Պրիր Մկրտչյան, Արման Թովմասյան, լուրեր։